Պարոն Աշոտյան, դուք ոստիկանների թիվը մատնանշեցիք, այսպիսի դեպքերում նախարարությունը պատասխան ունի, որ յուրաքանչյուր ակցիայի ժամանակ մասնակիցների անվտանգությունն են փորձում ապահովել եւ ինչ է կարծում նպատակը ձեր քայլերթը, թույլ չտալն է, առաջ շարժվելն է։ Տեսեք, ցանկացած իշխանություն, իսկ նիկոլականները այդ տեղ հմտացել են կատարելության աստիճանի, ունի ցանկացած որոշման պաշտոնական 4-5 նախադասանոց որևէ բան իրականում չասող, բայց ֆորմալացնող իրենց իրական ցանկությունները բացատրություններ։ Այդ բացատրությունները ունեն 0 արժեք, որովհետև ես արդեն ասացի, ես հետևել եմ նույն Վենսի օրինակով բերենք, Վենսի այցը Ռոմ հիշում եք։ Դուք հիշում եք մարդիկ ոտ-ոտ դուրս եկան այդ բանից, դալանից ու ոտքով քայլեցին, մեքենաները ոչ մեկ չէր արգելափակե, մեքենաները հանգիստ Ռոմի բանուկ Ռոմում էր թե Միլանում էր ոնց։ Բանուկ փողոցներով անցան։ Հիշում եք մեր մոտ Վենսի այցը։ Ոնց էին սահմանափակել ու չորացրել Բաղրամյանի պողոտան, ոնց էին մեզ դուրս մղել այն բաների մեջ ծառերի ու թփերի տակ, որ հանկարծ մեր ձայնը լսելի չլինի ԱՄՆ փոխնախագահի համար։ Այսինքն այստեղ էլ կան եվրոպական օրինակներ։ Եվ պարզա, որ այստեղ այս պարագայում անվտանգության անվան տակ իրանք իրականացնում են ցենզուրա։ Հայաստանի շուրջ կա տեղեկատվական բլոկադա, որ միասին կառուցել են Նիկոլենք եւ Նիկոլի գեոպոլիտիկ հովանավորները։ Հայաստանի շուրջ այդ տեղեկատվական բլոկադան պետք է ճեղքել առանձին ակցիաներից միջև այսպես կազմակերպված միջոցառումներ։ Եվ այո, այս պաստառները եւ մեր ցանկությունը շարվելու ամբողջ ուղեցրի վրա, որով իրանք պետք է հետ գնան Ծիծեռնակաբերդից միջև կոնյակի գործարան, հենց այդ տեղեկատվական բլոկադան ճեղքելու մասին է։ Ինչ ենք մենք անելու, շատ պարզ։ Կանգնելու ենք բացառապես մայթերին իրարից 2-3 մետր հեռավորության վրա, կենթանի շղթա կազմենք, որպեսզի անցնող գնացող մեքենաները տեսնեն Հայաստանի իրականությունը, տեսնեն Հայաստանի քաղբանտարկյալներին, տեսնեն այն, ինչ որ մենք արտահայտել ենք մեր պաստառներով, դա անվտանգությանը խանգարում է, չէ, դա խանգարում է Նիկոլի հեքիաթասացությանը, դա խանգարում է Հայաստանի շուրջ փչած ժողովրդավարական փուչիկին, դա խանգարում է այն տաշի-տուշիներին, այն գունավորությանը, որոնք այսօր իրանք փորձում են հրամցնել մեզ որպես նոր իրականություն։ Հայաստանի նոր իրականությունը այդպիսին չէ։ Հայաստանի նոր իրականությունը քաղբանտարկյալներն են, եկեղեցու վրա ճնշումներն են, արցախայության ոտնահարված իրավունքներն են, հայաթափված Արցախն է, մեր ռազմագերիներն են Բաքվում ու բազմաթիվ այլ խնդիրներ։ Սա է մեր իրականությունը։ Ինձ բացատրեք, խնդրում եմ, ինչով եմ ես խանգարում Տիկին Մելոնիի անվտանգությանը, եթե իր կորտեժի դիմաց բարձրաձայն եմ կանդալների վերածած այս սիմվոլը, ինչով եմ խանգարում։ Սա բոլոր ազատությունների սահմանափակման, սա բոլոր շղթայված Հայաստանի մասին է, այս մեր պաստառները, մեր խորհրդանիշները դրա մասին է։ Նորից եմ կրկնում, հանուն ժողովրդավարության հավաքի կազմակերպած ակցիայի ժամանակ խոչընդոտել ժողովրդավարական ֆունդամենտալ պրիմիտիվ ազատությունները, ինչին հիմա ձգտում է այս իշխանությունները, գնացեք Կիևյանի մոտ, տեսեք այսքան ոստիկանություն կա ավտոբուսներով հավաքված, չէ, որովհետև գիտեն, այնտեղից իրանք ապահով տեղ են ստեղծել, տիպային հիշում եք, տես տեղեր կա, լավագույն տեղը նկարվելու։ Ես ողջունում եմ իմ բոլոր ընդդիմադիր գործընկերներին ու քաղաքացիներին, որոնք հիմա Կիևյանի մոտ են կամ Մարզամերգայինի աստիճանի մոտ են, այո, թող իրանք պահեն այդ ճակատը, մենք էլ ուզում ենք պահենք այս ճակատը, հետևից այսպես ասած, ինչպես կասեր Մարդամեկ ով իրան հետևից գրկեց, դες նրբիկ գրկելով եվրոպական սամիտը եւ ցույց տալով իրականությունը Հայաստանի մասին, որտեղ աստեղ անվտանգության խնդիր, որտեղ աստեղ անվտանգության սպառնալիք։ Ավելին ձեզ ասեմ, սա ասում եմ նախապես ՀՀ ոստիկանության կամ ներքին գործերի նախարարության կայքում, նախապես հրապարակված փակվող փողոցների ցանկում, ուրեմն կա հետևյալ ձևակերպումը, այսօր փակա երթևեկությունը, ոչ թե քայլելը, փողոցները փակ են երթևեկության համար, ինձ մի հատ ռուլով մարցուց տվեք ստե, հեծանի ոսկի մեկը չկա, սկի սահմակատով մեկը չկա, որ երթևեկելու է, մենք չենք երթևեկելու, մենք քայլելու ենք ու կանգնենք մայթերի վրա, ինչի սահմանափակումը ոստիկանության պաշտոնական կայքեջում չկա,
Սա նոր հորինված սահմանափակում է, որի նպատակն է խոչընդոտել հենց այս ակցիան։ Որտեւ իրանք կեսից իմացել են մենք ինչ ենք անելու, մտածել են ճամփեքը փագեն հերիք է, երբ որ մենք մտածել ենք, որ բացառապես մայթ եզրերով խաղաղ կանգնելու ենք լուր եւ պլակատներով, ջոգել են, որ բան են արել, տեղ են թողել, այսպես ասած, եւ հիմա այդ տեղը փորձում են պորինի հակաօրինական մեթոդներով փակել, որովհետեւ իրանց հայտարարված նախապես փակված փողոցների ցանկում չկա հետիոտ տների շարժման արգելք, չկա։ Չեք տեսնում։ Այսինքն դուք կարծում եք կանգնած են դրա համար, գուցե թույլ տան, որ շարժվի։ Այդ որտեղ տեսնենք, գուցե թույլ տան։ Ես նախապես էլ զգուշացնում եմ, եթե թույլ չտան, ել ավելի մեծ խայտառակ են լինելու, որովհետև նորից կրկնեմ, ես ուզում եմ տեսնել եվրոպական սամիտի կադրերի կողքին կադրեր, որտեղ նիկոլական իրավապահ համակարգը խոչընդոտում է ժողովրդավարական, խաղաղ, ազատ ցույցերին եւ պիկետներին, ես ուզում եմ դա տեսնել, եթե մի քիչ խելք ունենան, այս մարդկանց վատ վիճակի մեջ չեն դնի, կհանեն այստեղից, ընդհանրապես կապահովեն մեր անվտանգ անցումը եւ մեր ակցիայի լուր իրականացումը։ Այս բոլոր ակցիաների մեջ կլինեն որոշը խանգարել հենց այս մեկը, հենց մեր նախաձեռնածը, որին միացել են ոչ միայն հանրապետականներ, բազմաթիվ շարքային քաղաքացիներ, այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, այլ քաղաքական միավորումների ներկայացուցիչներ, դուք կտեսնեք, որ այստեղ ՀՀԿ ակցիա չի, սա վրդովված եւ իրական եվրոպական արժեքներին հավատող քաղաքացիների բողոքի ձայնն է։ Դիտում եք, տեսնում եք հատկապես ինչպես նշեցիք ձեր։ Որովհետեւ այս է խանգարելու, այս ակցիան է խանգարում, այսպես ասած, իրանց փուչիկ փչելու ցանկությանը, որովհետև փողոցներում, որ մենք կանգնենք պլակատներով եւ սպասենք մինչեւ ժամը 5:30, երբ որ պրծնելու է իրանց հավաքը, այդ կորտեժները չեն կարա այսքան մարդ պլակատներով չնկատեն։ Չեն կարա չնկատեն։ Դայբոք, դրա համար եմ նախապես ասում, եթե հավի չափ խելք ունենան, կթող այս մարդկանց կհանեն ոստիկաններին, հետ կկանչեն, նեղություն չեն տա այս տղերքին, մենք էլ խաղաղ մեր ակցիան կանենք, մինչև 5:30-ը կկանգնենք, ու ձեզ վստահեցնում եմ, լիքը մարդ այդ կորտեժներում հնարավոր չի չտեսնել 200 պլակատ։ Դա հնարավոր չի, անգամ եթե բանի լույսի արագությամբ սլանան, մեկը տեսնելու են։ Դրա համար եմ ասում, մեր բոլոր քաղաքացիներին մեր ամերաշխությունն ենք հայտնում, որ հիմա մարզամերգային հրապարակի աստիճանավանդակի տակ են, շատ լավ են իրանք անում, այո դա էլ է պետք անել, բայց իրենց խնդրում եմ այնտեղ ուշադիր լինել, որովհետև այստեղ տեսնում եք Նիկոլը արդեն մոբիլիզացրել է ոստիկանական ուժեր եւ հանուն ժողովրդավարության հավաքի հակաժողովրդավարական ակցիաների է դիմում, հա։ Ես հիշում եմ վիետնամական պատերազմի ժամանակ հիպիները Ամերիկայում ցույց էին անում, կներեք աղջիկներ ջան, դա լիքը նկարների վրա կա էլ է այդ նկարը, ասում է, այդ հիպիները, որ ցույց էին անում ԱՄՆ իշխանությունների դեմ, իրանց կարգախոսը հետևյալն էր, ասում է ռմբակոծել հանուն խաղաղության, նույնն է ինչ որ կենակցել հանուն կոսության։ Այդ հիպիների բանն էր, լոզունգն էր։ Հիմա հակաժողովրդավարական մեթոդներով ժողովրդավարական հավաք ապահովել, այդ նույնն է ինչ որ կենակցել հանուն կոսության, կամ բանալով, ռմբակոծելով ապահովել խաղաղություն։ Լսում եք, չէ, այդտեղ բարձրաստիճաններ, ֆիքսեք, ասեք, հանձնարարեք, բացեք, գնանք ճշմարտությունը ասենք, սա անում ենք նաև ձեր խղճի համար, ձեր երեխաների ապագայի համար։